Սիրելիներ, այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս ուսուցանում է մեզ չապավինել սեփական կամքին կամ այս աշխարհի որևէ բանի վրա հույս չդնել, այլ Աստծո։ Տեսեք ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս. Եթե մեկը ինձ մոտ գա եւ չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել, որովհետև ով որ չվերցնի իր խաչը եւ իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Տեսեք հարազատներ, մեր ծնողները, մեր հարազատները, մեզ սիրող անձինք, ովքեր մեր բարիքն են կամենում, անգամ ինքներս մեզ սեփական անձը պաշտպանելու ցանկություն ունենալով, չենք կարող իսկապես մեզ համար բարիք գործել, եթե Աստծո կամքը չկատարենք, որտեվ միմիայն Աստծո կամքն է, որ բարի է եւ բարերար, եւ մեզ դեպի բարին է առաջնորդում։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հետաքրքիր խոսք է ասում. ես պանդուխտ եմ հանցավոր երկրի մեջ։ Եվ այս աշխարհում ամեն բան, որ Աստծո կամքին հակառակ է, դեպի մեղք է տանում։ Եվ հիմա այսօր Աստված մեզ հորդորում է, որպեսզի հրաժարվենք ամեն տեսակ այս աշխարհիկ ձգտումներից եւ հետևենք նրան։ Ասում է, եթե մեկը իր խաչը չի վերցնում եւ իմ ետևից չի գալիս, չի կարող իմ աշակերտը լինել։ Ուրեմն մեզ ուսուցանում են տարբեր անձինք, ովքեր կարող են այս աշխարհիկ հասկացողությամբ մեզ խրատել, սակայն մենք հետաքրքիր է Տիրոջ խոսքի համաձայն կարող ենք խրատվել սեփական անձի փրկության համար մեր խաչը վերցնելով։ Ինչ է խաչը? Անձին փրկության համար որևէ նեղություն կրելը, համբերատարությամբ, հավատքով, տոկունությամբ, գիտակցելով, որ այդ նեղությունը մեր փրկության համար է։ Ոստև շատ հետաքրքիր է եւ կարեւոր մեր հայրերից մեկի խրատը իմանալ։ Ասում է, թե քրիստոնյան նույն նահատակվող անձն է, որովհետև նա ուրանում է իր կամքը եւ կատարում է Աստծո կամքը։ Գիտակցելով սեփական կամքի վատթարությունը եւ Աստծո կամքի բարերարությունը իր անձի փրկության համար։ Ոստև հարազատներ, մենք այսօրվա ավետարանական խոսքից խրատվում ենք, որ մերժելով սեփական կամքը, Աստծո կամքը կատարենք։ Կարդանք Աստվածաշունչը, Աստծո խրատի պարզ կատարումը մեզ կմոտեցնի Աստծուն։ Ոստև աղոթենք Սուրբ Ներծեր Շնորհալի կաթողիկոսի աղոթքով։ Բարիքներ կամեցող Տեր կամարար, մի թող, որ ես իմ կամքով գնամ, այլ առաջնորդիր ինձ գործել միշտ ըստ քո բարեսեր կամքի եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Ամեն։